Ընտանեկան բռնության դեպքերի թիվը ուղիղ համեմատական է հասարակության իրազեկվածության բարձրացման, ոտնահարված իրավունքների պաշտպանությունը կարևորելու առումներով։ Ընտանիքում բռնության դրսևորումների մասին բարձրաձայնելու, չթաքցնելու արդյունքում Շիրակի մարզում բացահայտված դեպքերի աճ է արձանագրում Կանանց իրավունքների տուն հասարակական կազմակերպությունը։ 8 տարվա գործունեությունն է ամփոփել կազմակերպությունը, ներկայացրել ընտանեկան բռնության դեմ պայքարում և կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացրած ծրագրերը և հաջողված պատմությունները։ Կանանց իրավունքների տունը այս թեմաներին դարձյալ անդրադառնալու թերևս ամենագեղեցիկ ձևն էր ընտրել։ Գյումրիի երիտասարդական թատերախմբի հետ համագործակցությամբ Թումանյանի «Մարո» պոեմի հիման վրա ներկայացում էին բեմադրել «Մարի» վերնագրով։ Քննարկվող թեման վաղ ամուսնությունների և դրա հետևանքով առաջ եկած ընտանեկան բռնությունների կանխարգելմանն էր ուղղված։ Շատ հետաքրքիր կերպով ստեղծվեց ներկայացումը, որովհետև հետաքրքիր համագործակցություն էր կանանց իրավունքների տան հետ։ Մենք ստացանք առաջարկը, որպեսզի թեմատիկ բեմադրություն անենք ու ես սկսեցի որպես ստեղծագործող հասկանալ, թե որ կողմից կարելի է մոտենալ այս խնդրին, որովհետև խնդիրը ցավոք, բայց մեր իրականության մեջ շատ առկա է ու ներկա է։ Հիմնականում ինչն է բռնությունն է, հիմնականում հասարակական պատկերացումներն են մտածելակերպը ու որպես առանցք ծառայեց Թումանյանի «Մարո» ստեղծագործությունը ու մեր մոտ արդեն դարձավ Մարին։ Մարին այն հերոսուին է, ով չի համակերպվում այն իրականության հետ, որը ոչ միայն կա պոեմում, այլ նաև կա մեր հասարակության մեջ եւ ինքը քայլերի է գնում, որպեսզի կարծրատիպեր կոտրվի։ Փոխելով այդ խտրականությունը, Մարին վերջում իր տեքստով հանդես է գալիս, որ ինքը փոխել է Թումանյանի պոեմի վերջի մասը եւ իր տարբերակն է առաջարկում եւ ասում է, որ պետք է բոլորն իմանան, որ ապրելն ավելի կարևոր է, քան մոլորվելը։ Այս ներկայացման մեջ արտացոլվում են հիմնականում ընտանեկան բռնության, սեռական բռնության դրվագներ, ինչպես նաև աշխատաշուկայում կանանց նկատմամբ հենց սեռով պայմանավորված խտրականության առկայությունը հիմնականում սրա շուրջ է, բացի դրանից վաղ ամուսնությունների մասին եւս խոսելու ենք, այսինքն մի քանի թեմաներ ավելի շատ հավաքական իմաստով ներկայացվելու է։ Երբ նոր ենք ստեղծում կազմակերպությունը, այդ ժամանակ մտածում ենք 1, 2, 3 գուցե առավելագույնը, կյանքի փոխելու մասին, կանանց կյանքերի, բայց ես երբևէ չէի մտածում, որ դա կդառնար հազարավոր։ Միևնույն ժամանակ նախ ասեմ, որ ընտանեկան բռնության մասով իրազեկվածության բարձրացման հետ մեկտեղ նաև բարձրացել է դիմելույթյան ցուցանիշը 50%-ով ամեն տարի, եթե համեմատում ենք նախորդ տարիներին։ Ես Շիրակի մարզի մասով ասեմ տվյալները, կանանց իրավունքների տան կողմից բարձրաձայնված դեպքերն են 2021 թվականին 101 դեպք, ընտանեկան բռնության 22 թվականին 163-ներ, 23 թվականին 263-ներ եւ այդպես շարունակ այս տարի դեռևս չենք ամփոփել մինչև դեկտեմբեր արդեն ընդհանուր թիվ բարձ կլինի եւ տարեստարի բարձրանում է կրկին, ինչպես նշեցի, իրազեկման շնորհիվ եւս։